ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Սկզբում տեղգտած տեսանյութին կանրադառնամ վերջում։ Հիմա ուզում եմ խոսել անխուսափելիից։ Հունիսի 7-ի ընտրություններից ու թե ինչու է կարևոր գնալ ու մասնակցել ընտրություններին։ Խոշոր հաշվով քիչ թե շատ adekvat քաղաքական ուժերի նպատակն այս ընտրություններում Փաշինյանին իշխանությունից հեռացնելը պիտի լինի։ Բայց արի ուտես, որ ունենք 19 թեկտածու ու ոչ բոլորի նպատակն է դա։ Ընդհանրապես ժողովրդավարության պարադոքսը կայանում է նրանում, որ երբ իրացնում ես դրա տված հնարավորությունները, այդ նույն ժողովրդավարությունը դառնում է պրակտիկորեն անհնար։ Բացատրեմ։ Ժողովրդավարության կոդեքսներից մեկն ասում է, որ քաղաքական իշխանության կարող են հավակնել գրեթե բոլորը, եթե համապատասխանում են ինչ-ինչ ստանդարտների։ Ժամանակները փոխվեցին, ստանդարտները ոչ։ Հակառակը ավելի մեղմացվեցին ու չեմ զարմանա, որ մի քանի տարի անց տառաճանաչ լինելը ուղղակի կարող է անհրաժեշտ ու բավարար պայման լինել թեկտածությունը դնելու համար։ Բայց այդ նույն ժողովրդավարությունը դադարում է գործել, երբ ընտրություններին առաջադրվում են 2-ից ավելի թեկտածու։ Բերեմ մի քանի պատմական օրինակ։ Տեղափոխվենք Գերմանիա 1925 թվական ապրիլի 26 նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այստեղ ձայները հաշվում են սովորական ձևով, ոնց մեր մոտ։ Թեկտածուներից մեկը կոմունիստ Էրնստ Թելմանն էր, որը հրաժարվեց հանել իր թեկտածությունը, չնայած հաղթելու շանսերը քիչ էին ու ընդհանրապես չկային։ Արդյունքում Թելմանը հավաքեց 6.4% ձայն, Վիլհելմ Մարքսը 45.3% ձայն, իսկ Փոլ վան Հինդենբուրգը 48.3% ձայն եւ հաղթեց։ Եթե Թելմանը չմասնակցեր, նրա կողմնակիցների մեծ մասը հավանաբար կքվեարկեր Մարքսի օգտին եւ նա կհաղթեր։ Ինչու է սա կարեւոր։ Բանը, ուղղակի Հինդենբուրգը 1933 թվականին Գերմանիայի կանցլեր նշանակեց Հիտլերին ու հաջորդ տարին նրան գրեթե անսահմանափակ իշխանություն տվեց։ Իսկ Մարքսը հանրապետական ժողովրդավարության կողմնակից էր։ Երբեմն դա արվում է նույնիսկ միտումնավոր, այսպես ասած սպոյլեր թեկտածուների միջոցով։ Մեր մոտ դրանցից ինչքան ուզեք կա, բայց անուններ դեռ չեմ տա։ Այդպիսի թեկտածուները իրականում հաղթելու նպատակ չունեն։ Նրանց մասնակցության դերը ու իմաստը կայանում է նրանում, որպեսզի կարողանան հնարավորինս շատ ձայն, այսպես քաշել իրենց կողմ։ Նրանք գիտեն, որ որևէ շանս չունեն, օրինակ, մինիմալ շեմ հաղթարելու եւ խորհրդարան անցնելու։ Սակայն նրանք մասնակցում են այդ ընտրություններին, քանի որ նրանց գնացած ձայները, օրինակ ինչ-որ բայի կարող էին գնալ որևէ այլ ավելի ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժի եւ նրանք շատ ավելի մեծ ձայներով կարողանային մտնել խորհրդարան, նույնիսկ մեծամասնություն կազմած։ Պետք չի ասել, թե նմանատիպ թեկնածուները ում են ձեռնտու ու խոշոր հաշվով ում կողմից ստեղծված կամ կուրացիա են արվում, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Այդպիսի թեկնածուները այսօր մեծ մասն են կազմում ու խորտ կտամ հիշել նրանց դեմքերը, քանի որ ընտրություններից հետո նրանք կամ որոշակի պաշտոններ կստանան կամ կսկսեն համագործակցել իշխանությունների հետ, մի խոսքով այն ինչ-որ տեսնում եք վերջին օրերին։ Եվ ամենասարսափելին այն է, որ իրավական պետությունում գրեթե անհնար է արգելել որևէ մեկին մասնակցել ընտրություններին, եթե նա կատարել է բոլոր պահանջները։ Հիմա 1970 թվականին Չիլիում նախագահ ընտրվեց Սալվադոր Ալիենդեն, հավաքելով ընդամենը 37% ձայն, այսինքն մնացած 63%-ը ցանկանում էր տեսնել ցանկացած մեկին բացի իրենից, բայց ձայները բաժանվել էին այդ թեկտածուների միջև։ 3 տարի անց դժգոհությունը հանգեցրեց ռազմական հեղաշրջման, Պինոչետի իշխանության գալուն եւ 17 տարվա բռնապետության։ Խրախիեմ ընկել խալխի բաղջեքը։ Երևանի ավականու ընտրություններ, ԿՊ-ն հավաքեց 37% ձայն, այսինքն նույն ձևով մնացած 63%-ը մեծամասնությունը չէր ուզում որ ԿՊ-ն անցնի, բայց անցավ։ Ինչի՞, որովհետեւ ընդդիմադիր ուժերի ամբիցիաներն ավելի վեր էին, քան ամեն տեսակ համընդհանուր շահը։ Այն աստիճանի, որ չկարողացան իրար մեջ համաձայնության գալու դաշինք կազմել, ու այդ ժամանակ ԿՊ-ն չէր անցնի։ Ուսես լինելու է նաև այս ընտրություններում հարգելի ինդիմադիրներ, եթե նույնպես չկարողանաք համախմբվել ու որևէ ընդհանուր հայտարարի գալ։ Նույնիսկ եթե Փաշինյանը հավաքի ձայների 25-ից 30%-ը, չզարմանաք, որ այդ էվոլյուցիային անհայտ արարածը նորից կվերընտրվի ու այդ ընտրողների գրպանը չգցեք։ Բայց այսքանով հանդերձ ընտրություններին գնալ պետք է, պարտադիր է, որովհետև ցանկացած չտված քվե դա քվե է հոգու տես
անհասկանալի իշխանության, որը Հայաստանը հաստատուն քայլերով տանում է կործանման, յուրաքանչյուր քվե Փաշինյանի դեմ ոչ միայն կփոքրացնի նրա ձայների տոկոսային հարաբերակցությունը, այլև շանս կտա որոշ ուժերի դաշինքով մտնել խորհրդարան։ Ու գուցե կարողանան վերջապես մեծամասնություն կազմել, եթե իհարկե Փաշինյանը բոլորին բանտերում չփակի։ Իսկ ընդդիմությանը մի խորհուրդ կտամ. ուշքի եկեք, հետո ոչ ոքի չմեղադրեք։ Ինչ վերաբերում է այս վիդեոին, ես սա չեմ քննարկի ու ձեզ էլ խորհուրդ կտամ։ Սա է Փաշինյանի նպատակը պրովոկացիոն հայտարարություններով, կոյուղաջրերով լցնել ինֆորմացիոն տարածքը, որպեսզի էական թեմաները ջրվեն գնան։ Սեփական օրակարգը թելադրեք։ Ու երկրորդ, մի անգամ Ռոմպո Ֆրանցիսկոս երկրորդը, եթե չեմ սխալվում, այսպեսի մի արտահայտություն արեց, որ ես պատրաստ եմ բանավեճի մեջ մտնել ցանկացած աթեիստի հետ, բայց այնտեղ չպետք է քննարկվի մի հարց՝ Աստված կա թե ոչ։ Դա քննարկման ենթակա չէ։ Սակրալ արժեքները չեն քննարկվում մաթեմատիկական աքսիոմի պես, դրանք ապացուցելու կարիք չունեն, անկախ դրանից քաղաքական օլիգոֆրեններն ինչ են մտածում դրա մասին։ Հայ դեպ, եթե հետաքրքրում է աշխարհում ընտրությունների արդյունքները հաշվելու ինչ մեխանիզմներ կան, կոմենտներում գրեք, կպատմեմ։ Հավատացեք, լիքը մազալու բան կա։ Ձեզ ուրախ ընտրություններ։ Выборы, кандидаты!